Ավինյանին էլ ընդեղ իր երեխեքի հետ, ծաղի, անօրինական ինչ որ անում են։ Հերիք եղավ բոլորով իմ երեխուն եմ ես պահանջում, 10 րոպեից հետո։ Հա, իմ տղեն էր։ Ինչ տարիքի է ինքը։ 41 տարեկան է ինքը։ Թող հենց հիմա իմ երեխուն բերեն անվտանգ։ Ես գիտեմ իրանք այնտեղ ծեծելու են։ Ծեծել ուշքի չի գա։ Հետո ինչ են անելու։ Ում զգուշացնենք, որ այդ երեխուն չկապի։ Ստեփի արդեն այդ դեպքում ուրիշ տեղ կպինես։ Շեֆին որ զանգինացին հանկարծ չծեծեն երեխան։ Ունի ինքը էպիլեպսիայով հիվանդ է, երկրորդ խմբի հաշմանդամը անգործունակ է։ Ես օրինական իրա խնամակալն եմ, ոստիկաններին խնդրեցի, որ թույլ տային ես փողոցը անցնեի։ Թույլ չտվեցին, այն երեխաներ ջղայնացավ խփեց, լավ արեց։ Պետք է շատ կասեպտի գլուխը ծխեր։ Լավ արեց։ Ոստիկանները ամիսը 7 միլիոն դոլար են ստանում աշխատվեն, իսկ մեր քամբախ տները ձեռներիցս վերցնել տուն չեն տալիս։ Գցում են փողոցները, հերիք եղավ։ Ձեր երեխան խնդիրներ ուներ առողջական։ Ուներ։ Շատ վաղուց, 10 տարեկան։ 10 տարեկանից ինքը հիվանդ է։ Խնդրում եմ, աղաչում եմ ձեր միջոցով իմ երեխուն հետ պահանջեք։ Ծեծեմ, որ խփեն չի վերականգնում։ Գիտեք ինչքան ուժ է, ինչքան տանջանք է կրել, որ մի քիչ ոտքի է կանգնացնել, որ չընկնի։ Խնդրում եմ էլ ինչ կլինի ոստիկաններին ասեք թող կապ հաստատեն, կենտրոն են տարեն իրան, չծեծեն իրան հետ բերեն։ Ուղղակի խնդրում եմ։ Իրան ծեծել չի կարելի։ Գլուխը վիրահատած է, բանա դրած։ Պլաստմասայա դրած դրած գլխի վրա։ Երկու անգամ ավտովթարի է ենթարկվել։ Ձեր միակ տղան է, Հա։ Հա։ Լրագրողներին բերիկան գնալ կենտրոնի բաժին, Արմենի տարել են կենտրոնի Ես գիտեմ, որ կենտրոն են տարել։ Դեն ոստիկանապետին հենց մի անգամից ամեն ինչը պատմի։ Դուստեղ ասեցի ինչ Այստեղ ոչ մի բան, դու ոստիկանապետին հենց ընդեղ լրագրողների հետ գնա ընդեղ։ լրագրողների Լրագրողների բերիկան գնա ասա, իմ էպիլեպսիկ երեխուն այդ վիճակով հասցրել ես։ Այնացա իմ մեջ։ Որ լրագրողը հետ։